Միշտ է որ դիմում ես բարև ժողովուրդ ջան, ժողովուրդ ոնց եք, ժողովուրդ ես ես հիմա ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես ուզում եմ հասկանալ ով է այդ ժողովուրդը, որովհետև ում խոսցնում ես, ում հարց ես տալի, ասում է այս ժողովուրդը դժվել է, այն մեկ ասում է ժողովուրդը բան չի անում, ուզում ես հասկանաս, լավ բոլորը խոսում են ինչ-որ ժողովրդից, ինքը ժողովուրդը չի, կողքից են սա, ով է ժողովուրդը, նա ես ասենք հիմա չգիտեմ, էկրանին ասես բարև ժողովուրդ, գիտակցության կամ ենթագիտակցության մեջ ինքը առանձին է, ժողովուրդը առանձին, որտեղ ինքը չի նեղադրում իրան, չի ասում, ախպեր ես բան չեմ արել, վախտնա, մի հատ տենանք ինչ կարելի է, ինքը իր գործին ասում է ժողովուրդը բան չի անում, այդ ժողովուրդը ասենք 1 միլիոն հոգին է, 5 միլիոնն է, ինչ կան, ամեն մեկին առանձին հարցնում ես նույնն ասում է ժողովուրդը բան Ապեր դու ես այդ ժողովուրդը, որտեղ բոլորին գիտեմ ու նույն դեմքի արտահայտությամբ իրանք ասում են այս ժողովուրդը, բա դու դե հենց ժողովուրդը հելի մենք էլ կհելի, ու աբսուրդ է ես, հենց ժողովուրդը մի բան անի կմյան, բա դու ինչ ես ծառ ես, չեմ հասկանում, ասենք եթե նույն բանը տեսել եք ինչ խելացի շուն կար մի հատ Մաշտոցի պողոտան կանաչ լուսի տակ անցնում էր սա զարմանում էին, եթե այդ շունը ասի հենց հայ ժողովուրդը հելի ես կմյանամ Ասում ես դե հա Երևանում ապրող շունը, բայց երբ որ մարդն ասում է դե հայը, ուզում ես հարց տաս դու այդ շնից ես թե ժողովուրդից, ո՞ս կարաս դու քեզ կողքից, հենց դուրս գան նոր ես, դու ես ժողովուրդ, այս գիտակցումն է պակասել, դրա համար ես չգիտեմ, երբ որ ասում ժողովուրդ ով է կոնկրետ նայելուց, հետի վերցնում իրա վրա, որ այ իմ հետ է ժողովուրդ, ինքը նայում ես մեսի հետ կապ չունի ժողովրդին է դիմում